արդեն տարիներ շարունակ Հայաստանում իրականացվում է, անցկացվում է այս կարևորագույն միջոցառումը, որը գալիս է Հայաստանում կենտրոնացնելու աշխարհի տարբեր երկրներից ստարտափերների, ներդրողների, ընդհանուր հաշվարկով, եթե սխալվեմ, խնդրեմ շտկել, տարիների ընթացքում ավելի քան 50,000 այցելու է ունեցել աշխարհի շուրջ 60 երկրներից, այսինքն այս իմաստով այդ մեկ շաբաթվա ընթացքում փաստորեն Հայաստանը եւ առհասարակ Սևանը վերածվում է տեխնոլոգիական գլոբալ մի կենտրոնի եւ այստեղ չափազանց կարեւոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը կարևորում է ստարտափ էկոհամակարգի զարգացումը մեր երկրում, ընդհանրապես նորարարությունը խթանելու եւ էկոհամակարգը կայացնելու իր քաղաքականությունների տեսանկյունից չափազանց կարևորում է Sevan Startup Summit-ը իբրև կարևորագույն միջոցառում եւ այս իմաստով կարևորում եմ կառավարության կողմից այս համարձակ որոշումը, որը հույս ունեմ, որ երկարաժամկետ ձևաչափ է կրելու առաջիկա տարիների համար եւս։ Ինչու է կարևոր ընդհանրապես կառավարության համար ստարտափների կայացումը, մենք հատկապես առաջնորդվում ենք այն քաղաքականությամբ, որ հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է ոչ հումքային տնտեսության ոլորտների զարգացումը, նամանավանդ բարձր արժեք գեներացնող արտադրողականության աճ ապահովող ոլորտների ուղղությունների զարգացումը տնտեսության կառուցվածքի ներքո եւ հատկապես ստարտափների կայացումը որպես առավել դինամիկ, առավել ճկուն եւ արագ աճ ունեցող եւ իր մեջ մեծ ներուժ ունեցող բիզնես մեզ համար կարեւորվում է։